Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահաշվարկի վերջին արդյունքները։ Իրանք մի բան են մտածում, մենք էլ ուրիշ բան կմտածենք։ Իսկ ինչ են ուզում պարզ քաղաքացիները անկախ քաղաքական հայացքներից։ Քվեարկության արդյունքները պետք է որ ամբողջ ճանաչեն, որովհետև խախտումները ավելի շատ են այս անգամ։ Քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր հայացքների վարչական հսկողություն Facebook-յան մի գրառման համար։ Ինչ է կատարվում ժողովրդավարության բաստիոնում, որտեղ համացանցի սահմանափակում չկա, բայց կա համացանցում խոսելու սահմանափակում։ Մտել ենք տոտալ խոսքի ազատության իրավունքի բիրտ սահմանափակման շրջափուլ։ Գավառում կարկուտը տարել է բերքի մոտ 70%-ը, գյուղացիներին թողնելով միլիոնների վնասի եւ անորոշության առաջ։ Ոչ մի օգնություն մենք ստացուկ չկանք, մինչև որ այսօր։ Ոչ բերք կա, ոչ արտահանում, ոչ էլ հերթեր, կեցե կառավարությունը, բեռնափոխադրողները սև հումորով են արձագանքում տնտեսական սև ամպերին, որոնք կարկուտից պակաս դաժան չեն լինելու։ Փաշինյանին մեր խորի շնորհակալությունն հայտնենք, իր շնորհիվ էլ երտես, բանես չկա, գոյություն չունի։ Եվ Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ են փոխհմբռնման միջուկայի ծրագրի եւ Հորմուզի նեղուցի ապագայի շուրջ, ինչ հուշագիր են պատրաստվում ստորագրել Իրանն ու Միացյալ Նահանգները, եւ արդյոք դա կարող է նպաստել մերձավոր արևելքի կայունությանը։ Թեման կքննարկենք Հայլուրի տաղավարում։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահաշվարկը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ամբողջ հանրապետությունում լարված իրավիճակ է ստեղծել։ 637 ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքներով ԲՀԿ-ի օգտին ավելացած 147 քվեն չի գոհացնում քաղաքական ուժին։ ԲՀԿ-ն ոչ թե վերահաշվարկ, այլ վերաքվեարկություն է պահանջում։ Քաղաքական այս ուժի ներկայացուցիչ Արման Աբովյանը այսօր Հայլուրի հետ զրույցում սխալ է որակել տպավորությունը, թե ԲՀԿ-ն անելանելի վիճակում է։ Տպավորություն է, որ դեռ շատ ջուր է ուզելու, ԲՀԿ-ն խորհրդարան կմտնի, չի մտնի անունով խմորը։ Քաղաքական ուժը անորոշության առաջ է։ Ոչ, ինքը սխալ տպավորություն է, մենք տարբեր սցենարները դիտարկել ենք եւ մեր բոլոր դիտարկված սցենարների ներքո մենք արձագանքման բոլոր նշույլները ունենք։ Կիրակին խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքի հրապարակմանն է սպասում ԲՀԿ-ում, պահանջում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո օրենքի դաշտ գա։ Դատարկ ակցիոնագրությունը։ Մի քանի տասնյակ ընտրատարածքներում ձայների վերահաշվարկը փոխեց պատկերը։ ԲՀԿ-ին անհրաժեշտից շատ ձայն վերադարձվեց, բայց հանկարծ ԿԸՀ-ն որոշեց իր լիազորություններից դուրս մի քայլ անել, անվավեր ճանաչել 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը 213 ձայն կորցրեց։ Դե տեսեք, իրանք մի բան են մտածում, մենք էլ ուրիշ բան կմտածենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի խուսափում վերաքվեարկությունից, ճիշտ հակառակը։ Պնդում են, որ ԿԸՀ-ն կամ պետք է ընտրությունների ամբողջ արդյունքը անվավեր ճանաչի, կամ առնվազն վերաքվեարկություն նշանակի 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում։ Գոնե Արման Աբովյանը մտավախություն չունի, որ վերաքվեարկությունը հոգուտ ԲՀԿ-ի չի լինի, ու ԿՊ-ն կարող է շահեկան դիրքերում հայտնվել։ Տոկոսային հարաբերությունը ինքը շատ հստակ ցույց է տալի, որ նույնիսկ եթե իրանց ձայները ինչ որ ավելանանք, չի կարա կտրուկ իրանց ձայները ավելան, որովհետև ներողություն ռետինե չի էլի մարդկանց քանակը կա, հստակ քանակներ ամեն տեղամասում եւ այդ հստակ քանակների ներքո իրենք իրենց մաքսիմումը արդեն ցույց են տվել։ Մինչև վերաքվեարկություն նշանակել չնշանակելը ուրբաթ ուշ երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները։ Խորհրդարան անցած ուժերից քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները ավելացել են 1148-ով, ուժեղ Հայաստան դաշինքինը 508-ով, Հայաստան դաշինքինը 217-ով, ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա քաղաքական այս ուժի դեպքում ավելացած քվեները 147-ն են։ Սրանք ընկել են մի հետաքրքիր ծուղակի մեջ, իրենք չեն կարող, իրավունք չունեն չնշանակել վերաքվեարկություն։ Այս պարագայում դե բնականաբար ԲՀԿ-ն անցնում է։ ԲՀԿ-ականները վստահեցնում են, որ անպատասխանատու չեն լինելու իրենց վստահված ձայների հարցում։
Արդեն հայտարարել են, որ կուսակցությունը քայլերի շարք է սկսել, միտված պաշտպանելու արդարությունը, ընտրողի շահը եւ դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Իսկ ինչ են ուզում պարզ քաղաքացիները անկախ քաղաքական հայացքներից, Հայլուրը Երևանին ու Բարաշեն համայնքում է եղել։ Այդտեղ է 10 կոտորակ 51 ընտրատեղամասը, որի արդյունքները նույնպես անվավեր է ճանաչել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հարցված 3 տասնյակ քաղաքացիների հիմնական մասը, մոտ 90%-ը, չի հավատում հրապարակված թվերին, չի համարում, որ ընտրությունները արդար են եղել եւ նոր քվեարկություն է պահանջում, չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ այս պահն էլ այդ ընտրատեղամասում վերաքվեարկություն չի նշանակել։ 131 ձայն է կորցրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 10 կոտորակ 51 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ հայտարարելուց հետո։ Տեղամասը Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնում է։ Մարդիկ հիշում են, այն կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Բարգավաճ Հայաստանը ոբշի մեր Նուբարաշենի համար շատ բաներ ունի, ճիշտ ասած արած, սպորտ դպրոցից բռնած բան, եկեղեցուն էլ օգնել։ Միշտ հարգանքով ենք եղել։ 10 կոտորակ 51 ընտրատեղամասի 1287 ընտրողները չեն ուզում, որ չեղարկվեն իրենց ձայները։ Պնդում են, իրենց տեղամասում պետք է վերաքվեարկություն լինի։ Գիտեն, որ Կիրակի ԿԸՀ-ն քննարկելու է այդ հարցը։ Ցանկալի է ուրեմն անցնի ԲՀԿ-ն։ Մենք իրոք լավ տրամադրվածություն ունենք ԲՀԿ-ի հետ, որտեղ մեր Նուբարաշենի համար շատ մեծ բաներ ունի արած, էլի, շատ վաղուց, էլի, Սերժ Սարգսյանի թվերից, էսյան։ Վերաքվեարկությանը կողմ եք, որ։ Կողմ ենք, իհարկե։ Եթե 60 ձայն խնդիրն ա եղել, հաստատ կողմ եմ։ Եթե 60 ձայնը այդքանի մեջ, այս բնակության մեջ ինչ-որ քանակ է, էլի։ Ոչ թե ցայների հետ կապված է, այլ ուղղակի քանի որ հարց կա եւ անվավեր է ճանաչեն տանուշքը։ Թող երկրորդ անգամ նշանակեն։ Թող մարդիկ հստակ գնան իրենց ցայները տան։ Ում կտան ինչ կարևոր։ Ինչ չէ։ Ես իմ ցայնի տերն եմ, ես գնալ եմ պաշտպանել։ Որոշ ընտրողներ էլ համոզված են, եթե նույնիսկ վերաքվեարկություն լինի, միևնույնն է նորից ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ են լինելու։ Իմաստը չեմ գտնում, որովհետև նույն կեղծիքներով էլ է գնալու։ Էլի պետք է զինվորները կան քվեարկեն, էլի պարզը զինվորները ում օգտին են քվեարկում, որտեղից են հնարավոր ստանում։ Ընտրությունների ամբողջ արդյունքի հետ համաձայն չեն Նուբարաշենցիները։ Ամբողջ երկրում են խախտումներ եղել։ Անվավեր պետք է բոլոր անվավեր, ընդհանուր բոլոր տեղամասերի արդյունքները։ Քվեարկության արդյունքները պետք է որ անվավեր ճանաչեն, որովհետև խախտումները ավելի շատ են այս անգամ, քան մնացած ընտրությունների ժամանակ։ Իրվեստիչացիաները փոխզմանցները բացի սրանից։ Հարց չէ ընտրության այս պատկերի հետ, այս արդյունքների հետ հարց չէ։ Եթե նորից գնաք Ռոբերտ Քոչարյանին եք էլի ընտրելու։ 100%։ Իմ խելքն այդքան չեմ օգտագործում, կնոջս խելքով եմ շարժվում։ Կինս ինձ չեն շատ ապահում, կատակ եմ անում։ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վաղը կոլեգիալ նիստ է լինելու։ Նուբարաշենում անհամբեր սպասում են արդար որոշման։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վիճարկում է վարչական դատարանում։ ԲՀԿ հայցի քննությունը ժամը 18-ին է սկսվել։ Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Նիկոլ Փաշինյանի ու հանրային հեռուստաընկերության դեմ։ ԲՀԿ ղեկավարը պահանջում է, որ Հայաստանի վարչապետը հրապարակային հերքի եւ ներողություն խնդրի իրեն հանցագործ, շպիոն, գործակալ անվանելու, Հայաստանի ժողովրդին թալանելու եւ օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու արտահայտությունները անելու համար։ Ծառուկյանը պահանջում է նաեւ 6 միլիոն դրամ որպես զրպարտության պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն դրամ վիրավորանքի համար, ինչպես նաեւ 310,000 դրամ պետական турքի եւ փաստաբանի խլամիտ վարձատրության գումար։ Մեկ այլ հայցով Ծառուկյանն ու ԲՀԿ-ն պահանջում են, որ ՀՄԿ-ը հերքի 2026 թվականի մայիսի 24-ին հրապարակած նյութը կուսակցության մասին, ինչպես նաեւ 6 միլիոնական դրամ փոխհատուցի ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին զրպարտելու համար, 200,000 դրամ էլ պետական турքի եւ փաստաբանի խլամիտ վարձատրության համար։
Մայրբուհի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման մտադրության մասին է գիտխորհրդին հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ աշխատակիցները կտեղափոխվեն այլ բաժիններ։ Մինչդեռ ամբիոնի վարիչ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պնդում է 1929 թվականին հիմնադրված ամբիոնը լուծարում են բացառապես իր ընդդիմադիր քաղաքական գործունեության պատճառով։ Պրոֆեսորը միասնությամբ թևեր կուսակցության ցուցակում է։ Եթե սա պարզ քաղաքական հաշվեհարդար չէ ընդդիմադիր հայացքների համար, ինչու է լուծարվում մոտ 100-ամյա պատմություն ունեցող ամբիոնը, փորձել է հասկանալ Լիլիթ Խալաթյանը։ Ամենահին ամբիոններից մեկը։ Քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանությունը լուծարելով Մայրբուհի ամենահին ամբիոններից մեկը Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության մոտ 100 տարեկան ամբիոնը։ Վստահ է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։ Երբ որ ես գնամ, հեռանամ, մի տարի հետո այդ ամբիոնը կվերաբացվի կուսակցական պարադիգմային հաջող մի մարդու գլխավորության տակ։ Իր ընդդիմադիր հայացքներն են ամբիոնի լուծարման պատճառը, վստահ է Սեդրակյանը, ով խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր ընդդիմադիր միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Պնդում է քաղաքական հայացքների պատճառով իր մասնագիտական գործունեությունը հաճախ է թիրախավորվել ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։ Երբ որ գրում էին, ասենք, Ստեփան Սաֆարյանը, Հայքովյանը, եւ այս դեմքով մարդը պետք է այս քաղաքական կողմնորոշման մարդը իրավունք ունի լինելու ամբիոնի վարիչ, ես զարմանում եմ, միտեղ ոնց կարելի է ժողովրդավարություն քարոզել, միտեղ բացառել մարդու անձնական քաղաքական դիրքորոշում ունելու իրավունքը։ Ընտրություններից 4 օր հետո է Սեդրակյանը համալսարանում իմացել, որ հարազատ ամբիոնը լուծարվում է։ Եկել եմ համալսարան, գործերս անեմ, այնտեղ հաշվետվությունը ստորագրեմ բանը։ Եկել է հանկարծ դեմս գալիս է մեր դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը, ասում է՝ Տիկին Սեդրակյան, չի տեղյակ չեք պահել, որ դուք տեղյակ եք, որ ամբիոնը լուծարել է, ցրել են։ Ասում եմ՝ ո՞նց կարելի էր առանց ծանոթելու ոչ միայն ինձ, այլև անդամներին, դա իրենց խնդիրն է։ Դա պետք է նախևառաջ քննարկվեր, չէ՞, քննարկվեր ռեկտորի մոտ։ Սեդրակյանին պատճառաբանել են, թե ամբիոնը լուծարվում է ամբիոնների խոշորացման նպատակով։ Իսկ արտասահմանյան գրականություն դասավանդող մասնագետները շարունակելու են աշխատել Մայրբուհում։ Խոշորացումը ո՞նց է կատարվում։ Խոշորացումը կատարվում է մի ամբիոնը լուծարելու հաշվին, թե երբ որ հայտարարում են, որ ISS ամբիոնները միավորվում են։ Ժամերը պահում են, դասախոսներին պահում են, ամբիոնը չեն պահում պատճառաբանելով, որ ժամերը քիչ են։ 35 տարվա աշխատանքային փորձ ունի Սեդրակյանը։ Համոզված է համալսարանի ներսում ամբիոններ խոշորացնելու, ժամեր ավելացնել, պակասեցնելու մտադրություն չի եղել։ Հրահանգ է իջել հոգաբարձուների խորհրդից, մասնավորապես խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանից։ Ես ուղղակի այն որ ասում եմ ծանր քարով իջնում էի իշխանական բլոգերների գլխին, բոլոր տիպի, լինի դա հանրային խորհրդի նախագահ թե որևէ մեկը, իրենց մանիպուլյացիաները ուղղակի մերկացնում էին տեղում։ Իմ ստատուսները ահավոր բարեկիրթ են, իմ բոլոր քննարկումները սարսափելի բարեկիրթ են։ Ես կարող եմ շատ կոպիտ հակադարձել ֆեյքերին, ես գտնում եմ, որ ֆեյքը մարդ չի։ Դեմ չէր լինի Սեդրակյանը, եթե իշխանությունը խնայեր այդքան կարևոր արտասահմանյան գրականության ամբիոնը ու քաղաքական հաշվեհարդար տեսներ միայն իր հետ։ Ես կարող էի թողնել գնալ։ Բոլորը գիտեն, թե ինչքան լայն են իմ հնարավորությունները եւ իմ ակադեմիական։ Հիմա ես կարող եմ Messenger-ս բացել, տեսեք, քանի բուհա ուրախացել, ասենք, որ ասում է, «Էսա գալիս ես մեզ մոտ, գալիս ես Լյուքսեմբուրգ, գալիս ես Իսրայել», բան չի, էլի, այդ խնդիրը չկա։ Բայց եթե դու ղեկավար ես, դու քո խրամատը պահում ես մինչև վերջ։ Այդ խրամատը պահելու համար Սեդրակյանը հիմա նաև սպառնալիքներ է ստանում, միայն ծիծաղում է։ Messenger-ով մի հատ fake տիկին գրել է լսի հերիքա, ամբիոնդ կորցրեցիր, կյանքդ էլ կկորցնես, եթե սեն շարունակես։ Լիլիթ Խալաթյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Այլուր։ Facebook-յան վերլուծական գրառման համար սահմանադրական կարգը տապալելու ծանր հոդվածով է մեղադրվում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Դատարանը արգելել է հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պնդում է, սա մասնագիտական խոսքը լրացնելու ակնհայտ փորձ է, իսկ քրեական գործն ու սահմանափակումները պարզապես զավեշտ են։ Արդյոք քաղաքագիտական վերլուծությունը կարող է դիտվել որպես հանցագործություն եւ որտեղ է ավարտվում ազատ խոսքն ու սկսվում քրեական պատասխանատվությունը։ Լիլիթ Սարգսյանի ռեպորտաժը։ Մտել ենք տոտալ խոսքի ազատության իրավունքի
բիրտ սահմանափակման շրջափուլ։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակային գրառումներ անել, մասնակցել հավաքների։ Նրա փաստաբան Վարազ Դադարությունյանը զավեշտալի է համարում Ալեն Ղևոնդյանի դեմ հարուցված քրեական գործն ու դատարանի որոշումը։ Այս քրեական հետապնդումը գումարվում է այն զավեշտալի քրեական հետապնդումներին, որոնք հարուցվում են մեր քաղաքացիների նկատմամբ եւ որի հիմքը ազատ քաղաքական կամ հասարակական հրապարակախոսական խոսքն է։ Նրա նկատմամբ խիստ սահմանափակումներով վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն էր ներկայացվել, ժամանցի վայրեր այցելելու արգելք, երեկոյան 8-ից առավոտյան 8-ը տանը լինելու պարտադրանք, միջնորդությունը մասնակի է բավարարվել։ Դատարանը չի հստակեցրել, Ղևոնդյանը կարող է հարցազրույցներ տալ։ Ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար էին ուրբաթ ձերբակալել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով սկսված քրեական վարույթով։ Թե Ղևոնդյանի որ գրառման մեջ է այդպիսի կոչեր տեսել քննչական կոմիտեն, փաստաբանը նախաքննական գաղտնիքով պայմանավորված չի կարող հայտնել։ Քանի որ եւ ես եւ պարոն Ղևոնդյանը նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիք հրապարակելու աթուլացելիության մասին, ես չեմ կարող ասել, որ գրառման մասին է խոսքը։ Բայց կարող եմ հավատացնել, որ այն գրառումը կամ այն ինչը որ մեղսագրվում է Ղևոնդյանին, որևէ աղերս չունի ընդհանրապես բանի հետ։ Իշխանությունը բռնի զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի հետ։ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումներից հավանաբար այս մեկն է գրավել իրավապահների ուշադրությունը։ Քաղաքագետը գրել է կոշտ եւ փափուկ գործիքակազմերով լուծման հասնելու հնարավորությունների մասին։ Ալեն Ղևոնդյանը դուք գիտեք, քաղաքագետ է, գիտությունների թեկնածու, դոցենտ, հանդես է գալիս բացառապես քաղաքագիտական վերլուծություններով, երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, նկատի ունեմ, որ որևէ բանի կոչ անելու մոտիվացիա որևէ մեկին որևէ բան կոչ անելու, այն էլ ապօրինի գործողություններով իշխանություն զավթելու կամ համանման գործողություններ անելու որևէ կոչով հանդես գալու մոտիվացիա բնականաբար չի ունեցել։ Հրապարակային գրառումներ անելու արգելքը ըստ փաստաբանի ապացույց է, որ ուզում են լռեցնել Ալեն Ղևոնդյանին, որպես քաղաքագետի, որ մասնագիտական վերլուծություններ է անում տարբեր իրադարձությունների մասին։ Ալեն Ղևոնդյանին որպես մասնագետ, որպես քաղաքագետ եւ պրոֆեսիոնալ վերլուծաբան ցանկանում են այդ խոսքը լրացնել, որովհետև ինքը, դուք գիտեք, հանդես է գալիս քաղաքական ուժերին ուղղված հրապարակային խոսքով, հա, այսպես խորհրդատվական, ինչ-որ վերլուծական։ Փաստաբանը խոստանում է գործի նախաքննության ավարտից ու դատարան ուղարկվելուց հետո ջրի երես հանել ամբողջ զավեշտը, ապացուցել, որ որևէ հանցավոր տար չկա, Ղևոնդյանի այն գրառման մեջ, որի պատճառով 2-ից 5 տարվա ազատազրկում ենթադրող հոդվածով մեղադրանք է առաջադրվել քաղաքագետին։ Լիլիթ Սարգսյան, Նորար Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Մայր Հայաստան հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի մասին Գյումրիի քաղաքապետարանը դեռ 3 օր առաջ էր հազանգել, հայտնելով, որ հուշասալիկներից փոկված ոսկեգույն տարրերը աղբամանում են հայտնաբերվել։ Սովորական խուլիգանությունը թե գունավոր մետաղի ախորժակով արված գողության փորձ, ներքին գործերի նախարարությունը Հայլուրին հայտնել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու համար։ Իսկ մինչ հուշարձանի վերականգնումը 13 հերոս քաղաքների անունները քաղաքացիները ժամանակավոր ներկով են գրել։ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում խորհրդային շրջանի 13 հերոս քաղաքների անունները այս տարի Ռուսաստանի օրը ոսկեգույն չեն փայլել արևի տակ։ Փոկած մետաղական տարրերի փոխարեն ներկով են գրել քաղաքների անունները, մինչև դրանց վերականգնումը։ Ես իշքան հասկացա Ռուսաստանի օրվա հետ կապված ինչ-որ մարդիկ, ովքեր եկել են այդ օրը ստեղ հարգանքի տուրք մատուցելու, ուղղակի բրոնզեներգով գրել են քաղաքների անունները, մինչև հիմնականը կվերականգնվի, էլի։ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում վանդալիզմի մասին Գյումրիի քաղաքապետարանն ահազանգել էր դեռ 3 օր առաջ, հայտնելով, որ հուշասալիկներից փոկած ոսկեգույն տարրերը աղբամանում են հայտնաբերվել։ Դրան խուլիգանություն ասելը շատ մեղմ է, որովհետև խուլիգանությունը մի քիչ այլ բնույթ ունի, հա, հանրային արժեքին, մշակութային արժեքին ցերտալը վանդալիզմ է ու վերջ։
Քանդակագործի խոսքով վանդալները մտածել են, որ գունավոր մետաղից են սալիկների վրա ամրացված տառերը, հետո հասկանալով, որ այդպես չէ, նետել են աղբամանը։ Անտեղյակ մեկը, ով չի հասկանում ինչ է գունավոր մետաղը, տեսնելով, որ ոսկեգույնն է, մտածել է, որ լատուն է, ու սա արդեն մարգինալ խմբի մարդկանց արած քայլ է, պարզապես երբ որ Ռուսաստանի օրվանից մի 2 օր առաջ են տանում եւ անում են այս տարածքում, որը համայն հայության համար հարգանքի եւ խոնարհանքի տարածք է, այստեղ են հարցեր ծնվում, թե ինչի են արել։ Քանդակագործը վնասված քարերին նայելով հասկանում է, որ տառերը պոկելու համար նաև գործիքներ են օգտագործվել, բայց սա փորձառու մարդու ձեռքի գործ չէ, վստահ է քանդակագործը։ Այս ամբողջի մեջ մի հատ ուշագրավ բան կա, հա, իրանք այս աստղերին ձեռ չեն տվել, իրանք այս տառերը պոկելուց տեսել են, որ գունավոր մետաղ չէ ու դրա հետ կապված ստեղ արդեն չեն խորացել։ Իրանց խնդիրն եղել է շադը վերցնել է, իրանք լատունի ախորժակով են եկել այստեղ։ Հնարավոր է վերականգնել պոկված տառերը, քանդակագործը վստահեցնում է, ոչ մասնագետի աչքը չի էլ նկատի փոփոխությունը։ Այստեղ լիցք կարվի, հավասար, այստեղ տառերը կկպցվեն արդեն։ Արթուր Գևորգյանը պատրաստվում է քաղաքապետարան դիմել հուշահամալիրի տարածքում տեսախցիկներ տեղադրելու առաջարկով։ Նա անթույլատրելի է համարում Գյումրիի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում ներառված հուշահամալիրի տարածքում վանդալիզմի այսպիսի դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքի մատույցներում, քաղաքների մեջ նույն հայերը բոլոր 15 պետությունների հետ Սովետ միության պայքարել են, կռվել են, զոհվել են, վիրավորվել են, դարձել են հաշմանդամ։ Ներքին գործերի նախարարությունը հայլուրին հայտնել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ արերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Լիլիթ Սարգսյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Գավառում կարկուտը քշել տարել է բերքի մոտ 70%-ը։ Գյուղացիները վնասները հաշվում են միլիոններով ու չեն էլ պատկերացնում, թե ով կարող է իրենց օգնության ձեռք մեկնել։ Փոխհատուցում ստանալու համար ըստ համայնքապետարանի դաշտերն ու այգիները պետք է ապահովագրած լինեին, ինչը չեն արել գյուղացիները։ Հիմա փաստի առաջ են կանգնած վնասված դաշտերով ու դատարկ մնացած ամբարներով։ Կարկուտից են աշնանացան ծորենի ցողունները աչուձախ պարկել։ Գավառում հունիսի 11-ին կես ժամ տեղացած ուժեղ կարկուտը մարդկանց ամիսների աշխատանքն է վերացրել։ Գարի, ցորեն, կարտոֆիլ, տասնյակ հեկտարներով դաշտերի 60-ից 70% բերքն այլևս չկա։ Միլիոնների է հասնում գյուղացիների վնասը։ Քանի միլիոն կելնի 4 միլիոն 5 ես։ Ես նույն եմ բերքին, նույն եմ ացատիկին մինիմումը 70% վնաս է։ Վարգեր են վերցրել մարդիկ։ Հիմա գլխներից բռնած դաշտերին են նայում։ Վարգերն էլ անուն մի տու շոտ վարգերը։ Ամեն տարի վերցնում ենք, չեն կարում փակել, թազուզ վերցնում ենք։ Մեսի վարա ցանկ ամեն ինչը թանկ կներով սերմը թանկ 200 դրամով սերմը օրել են, ցանել ենք, այսօր վիճակով էսա։ Վերջին 4 տարվա մեջ մի տարի են միայն բերք ստացել մարդիկ գավառի դաշտերից։ Մի կողմից կարկուտը չի թողնում, մյուս կողմից պետության աջակցությունը չեն զգում։ Լրիվ մենք անուշադրության ենք մոտված։ Դիմել են Գավառի համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժին։ Արդյունք չկա։ Հույս էլ չկա, որ օգնելու են։ Երաշտի տարել է ոչ մի օգնություն, այս կորկը արում էլ է ոչ մի օգնություն մենք ստացուկ չկանք, մինչև այսօր։ Համայնքապետարանից միայն առաջարկել են, որ մարդիկ ապահովագրեն իրենց տարածքները։ Առաջարկել ենք տվյալ տերիտորիաները բան անեք, ապահովագրեք, որպեսզի յուրաքանչյուր օղետից հետո բան լինի, նոր ձեզի փոխհատուցում տանք։ Հակակարգտային կայանից կրակոցի ձայն վերջին անգամ մի քանի տասնամյակ առաջ են լսել այստեղ։ Կոմունիստների ժամանակ այն սորերի ներքևներ ընտնել են, մի վերացել չկա։ Մեր մոտ կարկտակայան չկա։ Բնության հարվածներին դիմանալու համար Գավառի դաշտերում հաց ստեղծող մարդիկ պետության ներկայությունն են ուզում տեսնել։ Խոստումներից ու անտարբերությունից հոգնել են։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։
Հանրապետության մի շարք շրջաններում լավ բերք կա, սակայն իրացման ուղի չկա, ըստ փորձագետների Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած աննախադեպ ճգնաժամի առաջ, բնական աղետներին գումարվել է տնտեսական փակուղին։ Նրանց կարծիքով ֆինանսական հարվածը կարկուտից պակաս դաժան չի լինելու։ Իմ գործընկեր Էդգար Ղուշչյանը զրուցել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք վերջին 20 օրը հարկադիր պարապուրտում են։ Ճանապարհ չկա, որ ապրանք տանեն, փակ է լարսը հայ բեռնափոխադրողների համար։ Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն, մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Քահ ծիծաղելու որևէ առիթ չեն տեսնում հայ բեռնափոխադրողները, որոնք մեկ ամսում կորցրել են տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ռուսական շուկան։ Հայ բեռնափոխադրողին մի մեծ փաստի առաջ են կանգնացրել։ Ես ինքս ոլորտի մեջ եմ, մենք ունենք մեր խմբերը, բեռնափոխադրողներով շփվում ենք, տղաների մոտ շատ վատ վիճակ կա։ Ասում են, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Եվրոպա հայկական ապրանքներ արտահանելու Փաշինյանի կաբինետի անդամների հայտարարություններն ընդամենը փափուկ բարձ են արտահանողների գլխի տակ։ Ծիրան չեն կարողանում գտնել։ Եվրոպան առանց մեծ ծիրանի չի կարա, հա։ Էդի էս մեր պիրոտը, էս թոուբոանցնի, այդ ծիրաններ կթափեն, պամիդորներ կթափեն, Ուկրաինայից էլ գնաց ապրանք, հասավ Եվրոպա, մարդիկսի մեզի պետք չէ դա ապրանքը, դավայ, ետ։ Հիմա երբ ռուսական շուկան գրեթե փակ է հայկական ապրանքների համար, Հայաստանի կառավարությունը որոշել է սուբսիդիաներ տալ արտահանողներին, որպեսզի իրենց արտադրանքը եվրոպական կամ այլ շուկաներ հասցնեն։ Հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ։ Հիմնականում Ռուսաստան բեռնափոխադրում անողները, որ 20 օրից ավելի է հարկադիր պարապուրտի են մատնված, ասում են ապշած են գործադիրի այս որոշումից։ Ով է ապահովելու իրենց անխոչնդոտ ելքը դեպի եվրոպական երկրներ, կամ որտեղից են հայկական ապրանքների համար գնորդներ ճարելու։ Տեղյակ են կառավարությունում, որ Շենգեն վիզայի եւ այլ փաստաթղթերի հարցեր պետք է լուծեն արտահանողները հարցնում են։ Եվրոպա գնալու համար մեր հայկական այ վարորդներից 100-ից 95-ի վիզա չեն տալու։ Դες չի, որ ով ցանկություն ունեցավ Եվրոպա գնալու, տենց ամեն ինչ հեշտ է։ Երանի են տալիս վարորդները այն օրվան, որ Լարսի անցակետը հատելու համար 3-4 օր հերթում սպասում էին։ Օրական 6-700 հայկական բեռնատարեր մի քանի ամիս առաջ մտնում Ռուսաստան, նույնքան մեքենա էլ Ռուսաստանից Հայաստան գալիս։ Այսօր ռուս-վրացական անցակետը հատած Հայաստան վերադարձող վարորդն ասում է, հայկական պետհամարանիշով 1 բեռնատար է տեսել Լարսի անցակետում։ Չտեսնված բան է, կեցցե Հայաստանի կառավարությունը հեգնում է։ Փաշինյանին մեր խորին շնորհակալությունն հայտնենք, իր շնորհիվ էլ երտեր, բաներ չկա, գոյություն չունի երտ, այսինքն ավտո չի գալի, որ երտ գոյանա, վсё, սահմանը փակվավ, ապրանք չի գալիս, ավտոները չի մաշվելու, չեն աշխատելու, ավտոները հետալու են կայնեն, իր շնորհիվ էլ երտ չկա, ինքը հասավ իր նպատակին։ Վարորդների խոսքով դաժան օրերն առջևում են, արդեն դժվար է նաև Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխելը։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Արագածոտնի մարզի 11 գյուղ Երևանից զրկված է հոսանքից, կայծակի հարվածից երեկոյան վթարվել է Ալագյազի 35 կՎ հզորությամբ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։ Հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռիաթազա, Միրակ, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշուլու գյուղերը։ Հեցը հայտնում է, որ աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամանակում վերականգնելու համար։ Այսօր առանց տեղումների արևոտ եղանակ է եղել հանրապետության ամբողջ տարածքում, բայց վաղը նորից անձրևոտ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ կլինի։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քանի որ հանգստյան օրեր են, ձեզ ուզում եմ տեղեկացնել սպասվող եղանակի մասին։ Այսօր մեր երկիրը գտնվում է հարավ-արևմտյան տաք-օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում կդիտվի ջերմ եւ առանց տեղումների եղանակ։ Բայց վաղը ունենք Սև շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կտեղակարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ եւ վաղը այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ
4-ից 5 աստիճանով, այնպես որ պլանավորեք ձեր օրը ըստ եղանակի։ Անցնենք միջազգային լրահոսի գլխավոր թեմային մերձավոր արևելքում ամիսներ շարունակվող արյունալի հակամարտությունը կարծես մոտենում է հանգուցալուծման։ Վաշինգտոնն ու Թեհրանը եկել են վերջնական համաձայնության խաղաղության պայմանագրի շուրջ, որի էլեկտրոնային ստորագրումը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, ավելացնելով, որ արդեն հաջորդ շաբաթ Թեհրանն ու Վաշինգտոնը կանցնեն տեխնիկական բանակցությունների։ Գերպետությունների միջև հեռավար գործարքի պատրաստ լինելը հաստատել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, թեև փաստաթղթի մանրամասները դեռ պահվում են խիստ գաղտնի ստորագրման ընթացքը չվտանգելու համար։ Թեման կքննարկենք Հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Ծովինար։ Ինչ առանցքային հարցերի շուրջ են պայմանավորվել Իրանն ու Միացյալ Նահանգները։ Դու որևէ աղբյուրից տեղեկություն ունես։ Այո, Ծովինար, ըստ որոշ աղբյուրների Իրան-Միացյալ Նահանգների հակամարտության կարգավորման համար համաձայնությունը կստացվի երկու փուլով՝ նախ հուշագրի ստորագրումով, ապա վերջնական համաձայնագիր կկնքվի։ Միացյալ Նահանգները պարտավորվում է 30-օրյա ժամկետում ապա շրջափակել Հորմուզի նեղուցը, 60 օրվա ընթացքում քննարկել երկրորդ փուլում, այսինքն քննարկել պատժամիջոցների եւ միջուկային ծրագրին վերաբերող հարցերը, նաեւ վերացնել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Սաթենիկ, այս պայմանավորվածության ֆոնին այսօր ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանը մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ եւ դրանք խոցվել են ամերիկյան ուժերի կողմից։ Սա ինչ է նշանակում, մի կողմից հաշտվում են, մյուս կողմից կռվում։ Ծովինար, զարմանալի չէ, բանակցությունների մեջ էին Իրանն ու Միացյալ Նահանգները, երբ պատերազմը սկսվեց, եւ կարծիք կա, որ երկրորդ փուլը, որը 60 օրում կներկայացվի եւ կքննարկվի, հնարավոր է հավանականությունը, այսինքն հավանականությունն այնքան մեծ է, որ այն ուժերը, որոնք փորձում են խոչընդոտել համաձայնագրի կնքմանը, վերադառնան ռազմական գործողություններին, եւ իրանական կողմը ինչքան էլ համաձայնագրի ստորագրման հավանականությունը 90%-ից ավել է գնահատում, չի մոռանում ամեն դեպքում այս սպառնացող վտանգի մասին։ Արաղչին խոսում է հակառակորդների մասին։ Ովքեր են նրանք։ Կարծես միայն Իսրայելը չէ։ Ճիշտ ես նկատել, Ծովինար, կա կարծիք, որ Սպիտակ տանը որոշ ներկայացուցիչներ, որոնք ավելի սերտ հարաբերություններ ունեն Նեթանյահուի հետ, քան Թրամփի, կարող են համաձայնագրի կնքման ձախողման առիթ դառնալ։ Իրանցիները մտածում են, որ եթե Իսրայելը կրկին չմիջամտի, շատ մեծ հավանականությամբ վաղը կստորագրվի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագիրը։ Իդեպ վաղը Թրամփի 80-ամյակն է եւ խորհրդանշական նվեր կլինի համաձայնագրի կնքումը։ Սաթենիկ, իսկ Հորմուզի նեղուցում ինչ փոփոխություններ կլինեն, ի վերջո ով կվերահսկի նեղուցը։ Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը կիրականացնեն Իրանն ու Օմանը։ Հիշեցնեմ, որ Օմանը Միացյալ Նահանգների հետ ունի ռազմավարական գործընկերություն, իսկ Իրանի հետ որոշակիորեն բարեկամական եւ ընկերական հարաբերություններ։ Արաղչին նաեւ նշեց, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակը այլևս առաջվանը չի լինի, չբացելով փակագծերը։ Նաև նշեց, որ այնտեղ կսահմանվի սպասարկման վճար։ Այս լուրերի ֆոնին մի շատ հետաքրքիր լուր էլ կա, Վաշինգտոն է հրավիրվել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Սա ինչ է նշանակում այս ամբողջ իրադարձությունների ֆոնին։ Ըստ իս պատահական չէ։ Հավանաբար Սպիտակ տան ղեկավարն ուզում է Սիրիայի կառավարության ուժերին ներգրավել Հեզբոլլահի դեմ պայքարում։ Հեզբոլլահի պահպանմանն է ձգտում, այսպես ասած, Իրանը, իսկ Իսրայելը պահանջում է Հեզբոլլահի զինաթափում։ Հարկ է հիշել, որ Բաշար Ասադի կառավարման տարիներին Հեզբոլլահը կռվում էր Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ասադի պաշտպանության համար, իսկ Սիրիայի ներկայիս կառավարությունը փաստորեն դառնում է Հեզբոլլահի հակառակորդը, եւ հավանաբար Թրամփը ուզում է Սիրիայի ներկայիս կառավարությանը պատվիրակել Հեզբոլլահի դեմ հետագա պայքարը, սակայն կան խոսակցություններ, որ պաշտոնական Դամասկոսը հակված է ավելի շատ Լիբանանում պատերազմի դադարեցմանը, քան դրան ներգրավվելուն։ Այո, Իրանի արտգործնախարարն էլ է հայտարարել, որ մենակ չի թողնի Լիբանանի Հեզբոլլահին։ Եվ ամփոփելով Սաթենիկի վերջո ով է հաղթել այս հակամարտությունում։ Ծովինար,
կարծում եմ ավելի ճիշտ կլինի ձևակերպել այսպես. ով ավելի շատ կորցրեց կամ ով ավելի շատ զիջեց եւ ավելի տեղին կլինի հարցին պատասխանել պատերազմի պաշտոնական ավարտից, դադարից եւ համաձայնագրի ստորագրումից հետո։ Համենայն դեպս հակիրճ ինչ եմ մտածում այդ մասին։ Իրանը շարունակական պայքարով, այսինքն Իրանի համար արդեն իսկ հաղթանակ է շարունակական պայքարը, իշխանության պահելը եւ համաձայնիր, որ Իրանի կարողությունն էր Հորմուզի նեղուցը փակելով համաշխարհային տնտեսության մեջ լուրջ ճգնաժամ առաջացնելը։ Մյուս կողմից կարծում եմ, եթե սա Միացյալ Նահանգների համար հաղթանակ է, ապա հաղթանակ է Պյուրոսյան հաղթանակի շրջանակներում, այսինքն հաղթանակ մեծ կորուստների գնով։ Բացի դա, երկու կողմերն էլ կարծում եմ օգտագործել են ռեֆրեյմինգի մեթոդ պատերազմի ողջ ընթացքում, այսինքն իրենց ձախողումները ներկայացրել են որպես ձեռքբերումներ եւ հաջողություններ։ Ամեն դեպքում Սա վերջնական հաշտություն կլինի, ինչ ես կարծում, որտեվ շատ տարբեր կարծիքներ կան, տարբեր տեսակետներ կան։ Ես կարծում եմ, որ այս հարցին այս պահին ոչ ոք, ոչ մի վերլուծաբան հստակ չի պատասխանի, որտեվ ամեն պահի վտանգ կա պատերազմական գործողությունների վերսկսման։ Եվ մյուս կողմից Աբբաս Արաղչիի այն հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցում կարգավիճակն այլևս առաջվանը չի լինի, սա կարծում եմ հարցերի տեղիք է տալիս։ Եվ մի կարևոր նկատառում ամփոփելով, կարծում եմ սա պատերազմ էր ոչ թե հաղթանակի եւ պարտության, այլ դիմադրության ուժի եւ զիջումների, երկկողմանի զիջումների մասին։ Սպասենք, տեսնենք։ Շնորհակալություն Սաթենիկ, սիրելի հայրենակիցներ, տաղավարում հայլուրի վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյաններ։ Եվ ինչպես արդեն գիտեք, Թեհրանը հայտարարել է, որ մենակ չի թողնի Լիբանանի Հեզբոլլահին։ Իրանի արտգործնախարարի խոսքով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև նախապատրաստվող համաձայնագիրը ներառում է նաեւ հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերում։ Սակայն մինչ այդ Լիբանանի հարավում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ցահալը մոտ 20 բնակավայր է թիրախավորել։ Տիր քաղաքի բնակիչները միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել Իսրայելի հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նրանք պնդում են, որ թիրախավորված տարածքներում ռազմական օբյեկտներ չեն եղել։ Իսրայելի հարվածներից քարեկույտի է վերածվել Լիբանանի հարավ-արևմուտքում գտնվող Տիր քաղաքը։ Բնակիչները պահանջում են միջազգային կառույցներից դատապարտել Իսրայելի առանց նախազգուշացման հարձակումները։ Մարդիկ նույնիսկ չեն հասցրել ապաստարան հասնել։ Իմ տունն այս շենքի 4-րդ հարկում է, առանց որևէ նախազգուշացման շենքը ռմբակոծվեց։ Մենք չկարողացանք շարժվել եւ մտնել տուն հագուստ վերցնելու, քանի որ աստիճանները լրիվ ավերված էին։ Իսրայելի հրթիռներից հսկայական խառնարաններ են առաջացել քաղաքում։ Սա աշխատավորների թաղամաս է, բնակիչները բոլորը սովորական մարդիկ են։ Ցանկացած ռմբակոծությունից հետո այստեղ տասնյակ տներ են ավերվում, անմեղ մարդիկ սպանվում։ Բնակիչների խոսքով կեղծ են Իսրայելի պնդումները, որ իր գործողություններն ուղղված են Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքներին։ Դիտավորյալ է Իսրայելը հարվածում քաղաքացիական տարածքներին, պնդում են մարդիկ։ Թող լրատվամիջոցների ներկայացուցիչները գան ու փաստագրեն ավերածությունները։ Այստեղ որևէ ռազմական օբյեկտ չկա։ Հիրամ հիվանդանոցի տնօրենը պատմում է, որ իրենք եւս չեն իմացել հարվածի մասին։ Չեն հասցրել հիվանդներին ավելի ապահով տեղ տանել։ Հիվանդանոցի շրջակայքը արդեն ամբողջությամբ ռմբակոծվել էր ու մենք վստահ էինք, որ մեզ ուղված հարված չի լինի։ Բայց հանկարծ հիվանդանոցի մոտ գտնվող մի տուն ռմբակոծվեց, պայթյունը հզոր էր, ցնցվեց ամբողջ հիվանդանոցը։ Ապակիները ընկան հիվանդների վրա, չհասցրեցինք նրանց անվտանգ տեղ տեղափոխել։ Տիրի բնակիչները հիշում են, Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարի մասին են պայմանավորվել Վաշինգտոնում։ Բայց այս հրադադարն ամեն օր խախտվում է այս մարդկանց աչքի առաջ։ Զարուհի Սահակյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Ռուսաստանի զինված ուժերը առաջ են շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով, հակառակորդը չի կարողանում զսպել այս հարձակումը եւ դիմում է ահաբեկչական մեթոդների։ Հայտարարել է Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով ուկրաինական հարվածները Ռուսաստանի ռազմավարական ենթակառուցվածքներին։ Այս գիշերը լարված եղել իրավիճակը Ռուսաստանի շրջաններում։ ՀՕՊ համակարգերը ուկրաինական 177 դրոն են ոչնչացրել, այդ թվում Մոսկվայի մարզում, Կրասնոդարի մարզում զոհի եւ 3 վիրավոր կա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Խոցված ԱԹՍ-ի բեկորներից հրդեհ է բռնկվել Կուբանի Թեմրուկի շրջանի ծովային տերմինալում։ Ուկրաինայի զինված ուժերը նաև Ղրիմի կամուրջներն են թիրախավորել։ Ռուսական դրոնների հարձակման հետևանքով զոհ եւ վիրավոր կա Զապորոժիեի շրջանում։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերին պատկանող խորհրդային արտադրության Ան-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ասամ նահանգի Ջորհատ քաղաքի ռազմաբազայում վայրեջքի պահին։ Գետնին բախվելուց անմիջապես հետո օդանավում հրդեհ է բռնկվել եւ հսկայական ծխի սյուներ են բարձրացել։ Վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները։ Հղումաններով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը նախնական տվյալով ոթաչուներից մեկն է միայն ողջ մնացել։ Ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել։ Եվ վերջում մի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու անպատասխանատվությունը սպանում, իսկ գթասրտությունը հրաշքներ գործում։ Կարմիր գրքում գրանցված եւ Սախալինի ջրերում ծանր վիրավոր հայտնաբերված ծովարույցի փրկության մասին Աննա Գյուլնազարյանը կպատմի։ Մահից է պրծել 230 կիլոգրամանոց այս հսկան։ Ռուս փրկարարներից 30 րոպե է պահանջվել հեռացնելու պլաստմասե օղակը կարմիր գրքում գրանցված կենդանու պարանոցից։ Առաջին անգամ Ռուսաստանում աշխատում են կարմիր գրքում գրանցված կենդանու հետ, այն էլ շատ դժվար տեղանքում։ Կադրերում երևում է, թե ինչպես է խեղդվող կենդանուն մոտենում նրա հսկա ընկերը։ Հավանաբար պարզելու, թե ինչ են անում հավաքված մարդիկ։ Բժիշկները նախ անզգայնացրել են կենդանուն, հետո զգուշությամբ կտրել խեղդող վսկապն ու բուժել վերքերը։ Սպասեցինք, կենդանին արթնացավ, ամեն ինչ լավ էր։ Սախալինի ջրերում զբոսաշրջիկներն են նկատել ցավից կուչ եկած հսկային, երկար ժամանակ ուտելիք կուլ տալը մեծ գլխացավանք է եղել ծովարյուծի համար։ Պլաստմասե օղակը սեղմում էր կենդանու պարանոցը, մենք հեռացրինք այն, բուժումներ արեցինք։ Ակնհայտ էր, այն բավականին երկար ժամանակ էր պարանոցին։ Մասնագետների ենթադրություններով կենդանին դեռ փոքր տարիքում է իր համար վզնոց դարձրել պլաստմասե օղակը։ Հետո արդեն դժվարացել է դրանից ինքնուրույն ազատվելը։ Այս օղակը պարանոցին հեշտությամբ տեղադրելու համար կենդանին պետք է բավականին փոքր լինել։ Այսինքն նա այն դրել է վաղ մանկության տարիներին, հավանաբար խաղալով դրա հետ։ Հետո կենդանին սկսել է մեծանալ ու օղակը սկսել է ցավեցնել, կտրել նրա պարանոցը։ Միջազգային կետորսության հանձնաժողովի տվյալներով ամեն տարի օվկիանոսում պլաստմասե թափոններից միլիոնավոր կենդանիներ են մահանում։ Փրկարարները սարսափելի են անվանում այս ցուցանիշը։ Աննա Գյուլնազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ամուր եղեք։